Ողջույն Դավիթ ջան, բարի ողջույն սիրելի հետևորդներ, դիտորդներ, ինչպես որ խոստացել էի, պետք է ունենանք հանդիպում։ Ինքնաճանաչմանն է վերաբերվելու մեր հանդիպումները։ Իմ հյուրն է Դավիթ Փարաջյանը, շատ լավ անձնավորություն։ Իր հետ որոշել ենք ձեզ հետ զրուցենք այն ամենի մասին, ինչ որ մեզ է հայտնի եւ փորձում ենք սիրով կիսել ձեզ հետ։ Դավիթ ջան, շատ ուրախ եմ, որ առիթ ունենք միմյանց հետ զրուցելու, հուսով եմ մեր հանդիպումները մեր դիտորդների համար կլինեն հաճելի եւ օվանդակալից։ Ողջույն Սևակ ջան, շնորհակալ եմ հրավերի համար, հուսով եմ, ինչով կկարողանամ օգտակար կլինեմ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Ես ուզում եի խոսենք նաեւ այն թեմաներից, ինչը որ այսօր արդի է, դե ինձ թվում է դու տեղյակ ես, որ ես Աստվածաշնչի վերաբերյալ եմ իմ եթերները առաջին անգամին բերմել է տեղի ունեցավ Աստվածաշունչ թեմայով։ Այդ պատճառով դե մեր հասարակության մեջ մի փոքր տարաձայնություններ ի հայտ եկան, թե ինչ ես ասում, ինչպես ոնց կարա դա կեղծ լինի, այսպես լինի, մեր դարերով եկած պապերի հավատը դու հիմա ոտնակող ես անում եւ այլն բան, դու ասում դեմ ես, չգիտեմ, զանազան էս կարգի բաներ, բայց խնդիրը շատ ավելի խորն է թաքնված, քան առաջին հայացքից գրքում դա կարող ես նկատել։ Այդ իսկ պատճառով ինչն է տալիս այդ ամենի բանալին որտեղ է թաքնված, նախ պետք է մենք կարողանանք ձերբազատվել վախից եւ կարողանանք սուզվել օվկիանոսի հատակը, որտեղ հենց իրական գանձերն են թաքնված։ Այդ թեմայով սիրով նաեւ կլսեմ քո դիտարկումները, Դավիթ ջան։ Ինչ կասես դու, ինչ ես կարծում այդ մասով, ինչ է առհասարակ Աստվածաշունչը մարդկության համար։ Սևակ ջան, անձամբ ինքս կողմ չեմ քննադատական մոտեցումներին, ցանկացած ուղղության հետ կապված, քանզի ամեն մարդ շատ յուրովի է ընտրում իր ճանապարհը, դա գուցեև կապ ունի գիտակցական աճի հետ։ Այդ պատճառով գերադասում եմ քննադատելուց հեռու մնամ, բայց ինչ վերաբերվում է նրան, որ օրինակ քո եթերներին քննադատանքներով են մոտեցել, ինչ վերաբերվում է այն քննադատություններին, որ ոնց որ դու նշեցիր մեր պապերի գիտելիքների մասին ես խոսում, մերժել չի կարելի եւ այլն, այդ դեպքում ինքս կփորձեմ այսպես դիտարկել, չէ՞ որ քրիստոնեությունից առաջ եւս մեր պապերն էին ապրում եւ գիտելիքներ ունեին, որոնց հիման վրա հենց քրիստոնեությունը ստեղծվեց։ Նույն քրիստոնեական տաճարները չմոռանանք, որ հեթանոսական կոչված շրջանի տաճարների սրբատեղիների վրա կառուցվեցին եւ ոչ պատահական կապված էր նրա հետ, որ շատ լավ գիտեին, որ նույն այդ հին շրջանի մարդիկ գիտեին ինչ էներգիաների հոսքի տարածքներում են կառուցել այդ տաճարները, ինչ էներգետիկ կետերում եւ փոխարինվեց քրիստոնեական տաճարներով։ Դա շատ սովորական, բոլորիս հասանելի մի բան է, դրա համար առանց մեկի մյուսի չի կարող լինել։ Թույլ եմ բռնում կա հեթանոս բառի հետ կապված, քանզի հեթանոս ասելով մարդիկ ընկալում են անհավատություն, Սատանայություն կամ սատանայություն, չգիտեմ, չնայած սատանա բառն էլ պետք է հասկացվի, ինչի մասին է խոսքը։ Այնինչ ասեմ, հեթանոս բառ, նույն հեթնոս, էթնոս բառից է, որը նշանակում է տվյալ ժողովրդի ակունք, հիմք։ Հեթանոսական ասած շրջանը դա նախաքրիստոնեական շրջանը չի, որպես այդպիսին, ինչքան հետ գնանք, կարող ենք այդ բոլոր շրջաններին, բոլոր էտապներին ասել հեթանոսական շրջան, եթե այն մտքով ենք ասում, որպես անհավատություն եւ այլն։ Դա համարյա նույն համեմատականով կարելի է նայել, որ ինքս սկսեմ չընդունել իմ պապուն կամ պապուն, որովհետև նրանց սովորությունները, նրանց ապրելակերպը ուրիշ էր, այն ժամանակ այս տեխնոլոգիայի առաջընթացները չկային, բահ էր, հողագործություն էր, իսկ հիմա ինքս հեռու եմ այդ ամենից,
ինչպես մեծ մասը, հա, մարդկության, եւ չենք ընդունում դա։ Բայց չէ որ առանց մեր պապերի մենք էլ գոյություն չէինք ունենա։ Պետք է մենք մեր պապերի թողածի հիման վրա առաջ գնանք, իրանց ուսերին կանգնելով առաջ գնանք, որ բարձրին հասցնենք մեր ձեռքը։ Հակառակ դեպքում, եթե մեր ոտքի տակ փուչ լինի, ինքներս չենք կարող բարձրում հայտնվել։ Դրա համար գերադասում չքննադատել թե կրոնական գաղափարները, թե հեթանոսական, թե ուղղակի կփորձեմ առողջ դատողության կողմնակից լինելով ասել, որ նույն հիմիկվա քրիստոնեական դաշտը, որին անձամբ ինքս էլ շատ անգամ հակերտների մեջ ասած դեմ եմ, դա չի նշանակում, որ ինձ թույլ կտամ կարկոծեմ զուտ, ինչի համար, որովհետև ինքս այդ քրիստոնյա լինելով այդ իմ ծնողների կողմից փոխանցված այդ դաշտով քայլելու շնորհիվ է, որ եկել հասել եմ այն ճանաչողության, եթե իհարկե կարող եմ ասել, որ ինչ-որ բան ճանաչել եմ։ Եթե չլներ նույն այդ քրիստոնեական թեկուզ դոգմատիկ գաղափարները, որոնք մեզ սնել են, որոնցով գուցե եւ այն հակասությունները կամ այն մտքերի ընդդիմությունը, որ կարող եմ ցույց տալ կամ գտնել ինչ-որ մի սխալ այդ ամենի մեջ, չէր լինի ուղղակի։ Իսկ ինչ վերաբերվում է ինչին համաձայն չեմ կարող լինել քրիստոնեական դաշտին, պարզ կարող եմ ասել, որ ինձ համար Քրիստոս ինքը այնքան անսահման մի էակա գաղափարախոսություն է եւ իր ամբողջ գործունեությունը այնքան անսահման է, խոսքը այնքան անսահմանի մասին էր, որ ուղղակի անհնար է տեղավորել սահմանափակ գրքերում պատճառներից մեկը։ Բացի դա, շատ կարևորում եմ, չի կարելի գիտակից մարդու համար, շեշտեմ, մնալ այդ սահմանների դաշտում եւ պետք է ընթերցելուց էլ համապատասխան գրքերը ուղղակի ընթերցել ուշադիր։ Այսպեսի մի բան կա, Սևակ ջան, հին կտակարանը, որը բերվեց եւ ձուլվեց նոր կտակարանի հետ, մեծավ մասամբ իրանք տարբեր գաղափարախոսություններ կամ տարբեր հոգեվոր կամ բարձր էակների մասին է խոսքը։ Ավելի հասկանալի ձևով ասեմ, հին աստվածաշնչում տեղ գտած գերագույն աստվածության, որ ինքն իրեն Յով անունով է կոչում, որպես ամենի հայր, դա ամենևին Հիսուսի ներկայացրած հայրը չի։ Եվ դրա համար ապացույցներ կան հենց նույն գրքում գրված, էլ չեմ ասում հանած տեքստերի մասին։ Բոլորը գիտեն, որ շատ տեքստեր են հանվել, բայց դրա մասին չխոսենք։ Պարզ օրինակով, շատ պարզ մի երկու օրինակ վերեմ հասկանալու համար, հետո եթե հարցեր կունենաս, դրա շուրջ կխոսենք։ Նայ, շատ պարզ օրինակ, երբ աշխարհի արարման ժամանակ աստվածությունը գլխավոր աշխարհի ստեղծող աստվածություն, հա, իրականում ֆիզիկական աշխարհի մասին է խոսքը, ինքը 7-րդ օրը գնում է հանգստի, ճիշտ է։ 6 օրը արարում է մարդուն, 7-րդ օրը հանգստի։ Արի մի փոքրիկ տրամաբանությամբ նայենք, երբ եմ կարիքը զգում սովորական մարդ հանգստի, շատերը գուցե ասեն մարդը Աստծո հետ մի համեմատի, բայց չեմ համաձայնում, որովհետև ասում եմ մարդուն ստեղծեց իր կերպարով։ Եվ հարկ եղած դեպքում ավելի ապացույցներ բերելու համար ասում են ներքի, ներսի աշխարհի մասին է խոսքը մարդկային կերպար, որ ասում են, այդ դեպքում եթե ներսի նկատի ունենք ավելի ուժեղ դաշտի հետ գործ ունենք։ Եթե գնում ես հանգստանալու, նշանակում է դու հոգնել ես։ Հոգնում է միայն ֆիզիկական մարմինը, հոգին երբեք չի հոգնում, քանզի հոգին անմահ է։ Իսկ եթե համեմատում ենք նոր կտակարանի, նայ Հիսուսը երբ որ շաբաթ օրերը բժշկություն է անում, իրան շատ են քարկոծում, ամեն անգամ մի պատասխան է բերում, եւ պատասխաններից մեկը մեկ անգամ էսպես է լինում. Իմ հայրը մինչ օրս գործում է, իսկ որդին ինչ պետք է անի։ Ասել կուզի, որ իր ներկայացրած հայրը, որը ամենազոր արարչի մասին է խոսքը, երբեք չի հանգստացել, քանզի Հիսուսի ներկայացրած հայրը դա գերագույն էներգիան է։ Դա մի բան է, որ ասվում է
ամեն ինչում է եւ ամեն ուր։ Պատկերացնում ես, որ գետ մեկ վայրկյան աշխարհում այդ էներգիան կանգնի, այդ օդը կանգնի, շունչը կանգնի։ Ամեն ինչ կպարալիզացվի, կքարանա, կմահանա։ Տիեզերքում ամեն ինչ թրթիռի մեջ է, այսինքն վիբրացիա է։ Այդ վիբրացիան, այդ թրթիռը մի վայրկյան չի կարող կանգնել։ Եթե նույնիսկ ինքներս քարացած փորձենք մի կետիներ, կտեսնենք թե ծառերը, թե խոտերը, ամեն ինչը միշտ շարժման մեջ են։ Դա հենց արարչական էներգիան է եւ ոչ մի անգամ հանգստի չի կարող գնալ։ Դա ցույց է տալիս, այդ մի օրինակ երիք է, որ հասկանանք, որ տարբեր ուժերի մասին է խոսքը։ Բացի դա, ասեմ, շատերը օրինակ ինքս դեմ են, որ քննադատում են 5 կտակարան հասկացողությանը։ Ինքս կողմ եմ, որ դա մեր գիրքը չի, դա Հեյլյաների այդ հրաշք տեսակի, ինքս համարում եմ, որ իրանք տեսակ են, ինչպես հայերը, ոչ թե ազգություն, ազգությունը հետո ձևավորված մի փոքրիկ ձև է, բայց այդ տեսակի Ծննդականն է, էպոսն է։ Այո, ծննդականն է, էպոսը դե դա հորինված բան չի, այդ բոլորը էպիկական հավասարակ պատմվածքները վերցրած են տիեզերքի բոլոր այդ անցուդարձի հիման վրա, կազմված են այդ ամենի հիման վրա, հա, սկսենք աստղերից, վերջացրած մարդու ներքին աշխարհից։ Ինչպես մեր Սասնա ծռերը, որ մեր էպոսն է, մեր ծննդականը, մեր Սասնա ծռերն են։ Ցավոք սրտի մեր եկեղեցիներում Սասնա, ասեմ, Գեորգյան ճեմարանում ուսումնասիրում են Սասնա ծռերը, բայց քարոզների ժամանակ քարոզվում է Մովսես, Աբրահամ եւ Հեյլյաների Դավիթը, բայց չի քարոզվում մեր Դավթի մասին, Մեհերի մասին, Սանասար ու Բաղդասարի մասին, որոնք ուղիղ 170 աստիճան հակառակ գաղափարախոսություններ են։ Օրինակ, Հեյլյաների ներկայացրած Աստված, այսինքն նյութական դաշտի ներկայացրած Աստված, ասելով դա ի նկատի ունեմ հենց Եհովա Աստծուն, ինքս կաշխատեմ այդ անունը շատ չտամ, որովհետև գտնում եմ, որ չի կարելի ցանկացած Աստծու անուն ուղղակի տալ։ Տվյալ Աստված օրինակ ասում է 10-րդ վճարեք, հարկ վճարեք, արծաթների տեսքով բերեք ինձ։ Հարց. Աստծու ինչին է պետք արծաթը։ Արծաթը պետք է գալիս ոչ հոգու կրողի, այլ նյութի կրողին։ Իսկ հոգու համար Հիսուսն ասում է, ստեղ արծաթ ու ոսկի մի դիզեք, այլ երկնքում ձեր հարստությունը դիզեք։ Նայեք, լրիվ հակասական բաներ են։ Բացի դա, օրինակ, այդ տվյալ աստվածությունը պահանջում է, որ հարկ վերցնեն բոլորից։ Մեր էպոսում մեր հերոսները պատերազմում են հարկ վերցնողների դեմ։ Իդեպ մեր էպոսում մենք ունենք օրինակ Ձենով Օհանի կինը Սառան, մի հրաշք կերպար, Սառան արդեն հուշում է ինչ ազգի ներկայացուցիչ մասին ենք խոսքը, մի օտարազգի կա, որը Սառան է, որը միշտ Ձենով Օհանին քանի անգամ փորձում է թմբիրի մեջ պահի, որ չգնա հասնի մեր հերոս Դավթի կռվին, կամ փորձում է Դավթին գայթակղի, թե մեղավորնա, այսինքն մեղքերի մեջ գցի Դավթին։ Հրաշք էպոս ունենք, բայց այնինչ ասում ենք դա էտանոսական շրջանից է, դա ինչ, մենք, հա, խնդիր չկա, կարելի է եւ կրոնի ներկայացրած դաշտով գնալ, վերջ-վերջը կրոնը հայ ազգին պատկանող կրոնի մասին ենք խոսում, բայց այդ դեպքում գնանք Քրիստոսի ճանապարհով, ոչ թե Աբրահամի կամ Մովսեսի գաղափարները փորձենք առաջ տանել, որոնք լիովին կարելի լիովին հակասում են հայ տեսակին։ Մեկը խորհրդանշում է մարմինը, մեկը խորհրդանշում է հոգին։ Այս տեսակետից Քրիստոսը բերեց հոգու գաղափարը, եւ ասես կայսրինը տվեք կայսրին, ասումը տվեք ասումը։ Բերեք սինխրոնիզացրեք իրար հետ։ Լավ է կանոն, որ ունեք մարմինը, հա պետքա ուտեք, հա պետքա խմեք, բայց հիշեք, որ դուք նաև անմա հոգի ունեք, որին նույնպես պետքա սնուցել։ Իրանք չէին ընդունել, իրանք չընդունեցին այդ տեսակետը, իսկ ինքը իր մահով եւ հարությունով ցույց տվեց հոգու գաղափարը, որ գոյություն ունի, հակառակ դեպքում ես էլ ինձ ձեր նման կպահեի։ Ես էլ կգնայի կդիզեի, կուտեի, կխմեի, կվայելեի, բայց տեսեք, որ կա շատ ավելի կարևոր բան, որ կարող եմ սա չանել եւ նա կերակրել։ Միշտեր ինքը ասեց, ով երկրից բաժին չունի, երկնքում էլ բաժին չի ունենա։
Ստեղծեք, բայց մի պատերազմեք իրար դեմ, մեկը մյուսին թող չսպանի, այլ թող իրար Այո։ լրացնեն։ Դա էր խնդիրը։ Սևակ ջան, այսպիսի մի բան կա, այո, դու ճիշտ ես, այդ ողջ տիեզերքը ճանաչելու համար, դրա համար ինքս միշտ կողմնակից եմ այն գաղափարին, որ ասում է ճանաչիր ինքդ քեզ։ Քանզի մենք ներկա խոսում ենք, շարժվում ենք մեր մարմնի միջոցով, միտքը մեր մարմնի պատկանող գործիք է, եւ մեր ներսում գոյություն ունի երկրորդ ես, որը կոչվում է բարձր ես, հոգևոր աշխարհ, հոգի գոյություն ունի, հոգու գործիքը դա գիտակցությունն է, գիտակցությունը։ Եկեք մի հատ ավելի ընկալելու համար պատկերացնենք, այն աստվածությունը, որը համարվում է հրեաների ընտրած աստված կամ հին կտակարյան աստված, ինքը մարմնի կամ նյութականի ստեղծող աստված է եւ շատ կետերով այնտեղ ցույց է տալիս թե իր բնավորությամբ, օրինակ ինքը ասում է ես նախանձոտ եւ վրեժառու աստված եմ, երբեք հոգին նախանձոտ եւ վրեժառու չի լինում, ոնց որ Հիսուսն ասում է սիրիր նույնիսկ թշնամուն, դա կապ ունի հոգու հետ, միայն նյութը կարա վիրավորվի, նախանձի եւ փորձի վրիժառու լինել։ Այո, դրա համար էլ Այսինքն մենք ասում ենք Քրիստոսին անօխակալ եւ բարեգութ։ լավ, Այսինքն հոգին անօխակալ եւ բարեգութ է։ լավ, Իսկ այն դեպքում ինքը ասում է նախանձոտ Աստված է, ով ինչի հավատում ճիշտ բերեք ես, ոտը զույգ ճիշտ ես ասում Սևակ ջան, դրա համար երբ որ մենք եթե քննադատենք ինչ-որ մի դաշտի, օրինակ նյութական դաշտի իր ստեղծողով հանդերձ, դա կնշանակի, որ մենք առհամարում կամ քննադատում ենք մեր մարմնական աշխարհը, մեր տեսքը, մեր կերպարը, մեր հարազատներն իրենց տեսքով, չէ՞ որ մենք սիրում ենք իրականում իրանց։ Իհարկե սիրում ենք։ Խնդիրը ստեղ Դավիթ ջան, ոչ թե քննադատում ենք, այլ առողջ քննարկում ենք անում, կարող է կողքից տպավորությունը թե քննադատում ենք, բայց քննադատությունը հետեւյալում է, եթե դու հոգին վերածել ես մարմնի եւ քեզ պարտադրել ես Աստված բոլորի եւ բոլոր հայրերի, բայց այստեղ մի շատ կարեւոր հարցում կա եւս, մի շատ կարեւոր արխելք կա։ Նախ տվյալ աստվածությունը Եհովայի իդեմս Եհովայի նա չի խափում, նա պարզ ասում է, ես Հակոբի Աստվածն եմ, ես Իսրայելի Աստվածն եմ, ես Իսահակի Աստվածն եմ, նա չի ասում ես մարդկության հայրն եմ, բայց այդտեղ ասում է դուք պահեք իմ պատվիրանները, ես ձեզ համար հայր կլնեմ, դուք ինձ համար զավակներ կլնեք։ Հայրը ընտրովի ֆունկցիա չունի, նա առևտուր է, դա արդեն առևտուր եղավ։ Նա պարզ ասում է, ես բոլոր ազգերի մեջ քեզ ընտրեցի։ Հայրը ո՞ս կընտրի իր զավակներին։ Դու ես մատների մեջից ո՞րն ես ընտրում։ Մարմնիդ վրայից ո՞րը կընտրես։ Չէ՞ որ եթե մեկը եղավ դու կիսատ ես։ Ամբողջ հարցը գիտես որտեղ է, նորից եմ կրկնում, նյութը կարա նման ձևով վարվի, ընտրի մի բան։ Ինձից հետո տեկուշ է։ Իսկ հոգին մենք ունենք, չէ՞, բնավորությունը, հատկապես մեր հայերը ասում են իմ փորը կուշտ լինի, ինձնից հետո ինչ ուզում ա լինի։ Շատ պարզ նյութական գաղափարախոսություն։ Հոգին ինքը երբեք չի ընտրում, որովհետև հոգին ամեն տեղ է եւ ամեն ուր։ Ինչպես առաջական, վերջը հոգին առաջական մասնիկ է։ Հիսուսն այն ինչ էր ասում, Հիսուսը եւ ասում եւ անում էր, ինքը պահում էր հավասարակշռությունը, այսինքն ինչպես դու շեշտեցիր, կեսարին կեսար, այսինքն մարմնին տվեք մարմնին, Աստծունը Աստծուն, այսինքն հոգունը հոգուն, այսինքն պետք է պահել հավասարակշռություն, հոգևորական դաշտը, որը կրոնի ներկայացուցիչների մեծ մասը, ոչ բոլորը, կավլիցի շատ լավ հոգևորական մարդիկ էլ կան, ինքս տեսել եմ, շփվել եմ եւ այլն, որ մտել են այդ դաշտ հատուկ ճանաչելու համար, դե հիմա ստացվել է ինչքանը որ ստացվել է, բայց մեծ մասը ինչ են ասում են մարմինը կարևոր չի, հոգուն է պետք տրվել, իսկ մի ուրիշ մաս էլ ասում է հոգին կարևոր չի, մարմնին եկիք դե ոչ, պետք է հավասարակշռություն, որովհետև ուզենք չուզենք, մենք այս մարմինի մեջ ենք ապրում, այս մարմինը մեր համար եւ բանտ է, եւ գործիք է ինքնաճանաչման տանելու եւ տաճ։ Այո, այդ ճանապարհը տանելու համար մեր լավ հագուստ է, որ մենք չցավա մեր մարմինը, շատ լավ ոնց ենք հագուստ ենք հագնում, որ չվնասվի, չէ՞ մեր մարմինը, դա արտացոլանքն է մի այլ դաշտի։ Այդպես դրա համար շատ կարևոր է ընդհանուրի մեջ նայել, ընդհանուր կոնտեքստում նայել այդ ամենը։ Ինչ վերաբերվում է նրան, որ կամ շատ քննադատում են, կամ շատ աստվածացնում, բայց երկուսն էլ իրականում նույն հարթության վրա են,
շատ քիչերն են, որ աչք ունեն եւ տեսնում են, ականջ ունեն եւ լսում են։ Շատ քիչերի մոտ է դա ստացվում։ Պետք է արթուն նայել։ Հիմա այն ժամանակներն են, որ շատ խմբեր են այսպես առաջացել, շատ շատերին է թվում, որ իրանք վերևներից ինֆորմացիաներ ստացան, ինչ որ այլ տեղերից, ասեմ, իրանք չեն սխալվում, բայց մի հարցում են սխալվում, որ իրանք շատ-շատերին լսելով հասկանում են, որ իրանք չեն ընկալել, ինչ դաշտից են ինֆորմացիա ստացել, որովհետև որ եթե մի դաշտ աշխատում է, որը կարող են կոչել լուսավոր դաշտ, համատեղ անպայման համարժեք այլ դաշտ է աշխատում, միշտ իրանք համարժեք են աշխատում, եւ երկուսի մեջտեղում գտնվում է այս նյութական մարդը։ Ինչ վերաբերվում է կրոններին կամ ինչի համար է այս ամենը այսպես եղել, լինելով մենք նյութական աշխարհում, պարտադիր պետք էր, որ եւ դա նորմալ է, որ նյութի դաշտի կրողները այստեղ կարողանան իշխել։ Հոգու դաշտի համար սա մի քիչ խորտ դաշտ է, նյութի աշխարհը։ Դրա համար հերյա տեսակը լինելով նյութի կրող, որպես մարմին, իրանք շատ լավ են ադապտացվում այս աշխարհում եւ նույնիսկ շատ բան ունենք սովորելու իրանցից։ Այո, եւ Քրիստոսը հենց դա էր ասում, որ խավարի որդիները լույսի որդիներից ավելի խորամանկ են։ Որովհետև սա իրանց դաշտն է, բայց չմոռանանք, որ իրանք էլ ընդունում են հայերի ներկայությունը, որովհետև հայերն էլ հոգու կրող դաշտն են, թողներին ասեմ, որ ճիշտ ընկալեն, հայ եւ հայրա հասկացողությունները դրանք տեսակներ են, որոնք գոյություն ունեն բոլոր ազգերի մեջ։ Ուղղակի կարող ենք պատկերացնել, որ նյութի հավաքատեղին Իսրայելն է, հոգու հավաքատեղին Հայաստանի, Պարսկաստանի այս տարածքը, դե պատահական չէ, որ Հայաստանը արդեն թուլացած վիճակում է, պարսիկներին են ուզում ճնշեն։ Այդ աշխարհաքաղաքական հարցերը դնենք կողքի, ուղղակի դրանք օգնում են ճիշտ ընկալելու համար։ Հիմա խնդիրը ո՞րն է, նայ, Հիսուսը ինչ է ասում, ասում է առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։ Երբ որ ասում են վերջերս քննարկում էր գնում եւ էլի ինչպես հաճախ հանդիպում էի, մարդիկ մտածում էին հիմա Հիսուսը հեյրա է, թե ինչ ազգ է, երբ որ ասում ես ոչ հեյրա չի, ի նկատի ունենալ որ նյութի կրող չի, այլ հոգու կրող է, ասեն բա չէ որ իր ծնողները հեյրա էին, մեզ դիտողներին ասեմ, որ ոչ, որովհետև եթե մենք ընդունում ենք, որ Հիսուսը Սուրբ Հոգուց էր ծնված, դա նշանակում է, որ իր մարմնական հայրը, իր հայրը չէր, այլ Սուրբ Հոգուց էր ինքը ծնված։ Եթե դիտարկում են շատեր ինչպես դիտարկում են, որ հեյրաների մոտ մոր կողմից է գենը փոխանցվում, այսինքն մայրամը հեյրա է, ոչ, որովհետև կին իշխանություն է հեյրաների մոտ, բոլորս գիտենք, բայց իշխանություն լինել եւ գենի փոխանցում, դրանք տարբեր բաներ են։ Եթե գենը կնոջով փոխանցվեր, նույն 5 կտակարանում չէր գրվի ծնոտները տղամարդկանց, օրինակ Աբրահամ ծնեց Իսահակ, Իսահակ ծնեց եւ այլն։ Այլ կանանցով գրվեր Սառան ծնեց, այսինչ չէ։ Խնդիրը մեր ամենամեծ խնդրեմը կարդալ եւ չընկալելն է, ճիշտ չտեսնելը, որի համար Հիսուսն ասում է ով աշկ ունի կտեսնի եւ ով ականջ ունի կլսի։ Իսկ այն ամենի մեջ այդ թյուր ըմբռնումների ամենամեծ հիմքում ընկած է շատ կարևոր մի բան, որը ապացուցելու համար մի խոսք է ասում, չէ որ մեր պապերն են ասել, մենք փոխանցում ենք, բայց ինքս ասում եմ, չէ որ մեր պապերի մեջ էլ կարային սխալվեին։ Ինքս էլ գուցե հիմա սխալվեմ, բայց մի 4-5 պորտենկով իմ պատկերացնում ես ծորանծորը ասի իմ պապը էսպես ասել, ուրեմն ճիշտ է, չէ, ինքս սխալվել եմ, բայց ինձ ճիշտ համարեն եւ փոխանցեն այդ սխալը չի կարելի դա։ Եվ ո՞րն է սխալը։ Սխալ մեկնությունները։ Գրված է մի բան, մեկնվում է այլ բան։ Այո, սխալ ինտերպրետացիաների զոհադարել շատ հաճախ Եվ հիմնականում կրոնի դաշտում, քանի որ մենք տառաճանաշ ազգ լինելով հանդերձ, միևնույն է, ալարում ենք կարդանք, վստահում ենք կարդացող մարդկանց, իսկ կարդացող մարդիկ գիրքը մեկնում են իրենց տված մեկնությունների շնորհիվ։ Եվ շատ հաճախ իրենց հարմար ձևով, ու քանի որ նաև գործում էր բաժանիր որ տիրես սկզբունքը,
Եվ մարդկության մեջ այն մտայնությունը կար, որ ադե քահանայի օրհնյալ խաչով ձեռը համբուրեք, մեռոնը կսված, ուրեմն Սուրբ Հոգին է նրա շուրթերով խոսում, այն նրա միտքը, բանականությունը բաց է, նա ամենաճիշտն է մեկնում։ Այսպիսի թյուր մտայնություն կար մարդկանց մեջ, եւ մարդիկ իրաց նսեմ էին զգում բարձրաստիճան քահանաների առաջ, եւ նրանց խոսքները անպայման անվիճահարույց քննարկվում են, որ ասում է միանգամից հասնում էր խորհրդարան, էլ պետք չէր ընտրություններ, քվեարկություն բանենք, իրենք արդեն հասնում են իրաց պատվավոր։ Նու այսօր արդեն տեսեք, տես մի շատ հետաքրքիր, որ խոսացիր մի միտք եւս եկավ ինձ, Դավ ջան։ Տես Եհովայի վկաները միակն են այս քարոզողներից, որ դու ասում ես Եհովան նյութի ներկայացուցիչն է եւ հрьяաները նյութի եւ նրանց հետ գործ արեց եւ նա հոգու գաղափարը չի բերում ու հակառակն է մարմինն է կոշտ ֆիզիկան է մենակ ներկայացնում դրա համար ասում կողոպտեք Եգիպտոսը թալանեք Եգիպտոսը սրան սպանեք նրան սպանեք անասուններին գնացեք բերեք այս կողմ նրան շխնեք դες ինչ անում ասինքն ինքը պարզ Թշնամություն է կոպիտ ասած անում աշխարհի հանդեպ, բայց ինքը իր տեսակն է ցույց տալի, ինքը դա է, դա պետք ինքը աներ, ուրիշ ձև չկա։ Եվ Եհովայի վկաները միակն են այսքանի մեջ, որ իրենք մերժում են հոգու գաղափարը։ Հասկացա։ Ճիշտ է, Սևակ ջան, կարելի է շատ զրուցել այդ մասին, իհարկե շատ հետաքրքրական է, ինչի՞ չէ, սիրում եմ հարցի շուրջ զրուցեմ, եթե հարցեր լինի, դրանց շուրջ կզրուցեմ, բայց կարծում եմ մեր ժամանակը Ամփոփենք, այո, ամփոփենք, որպեսզի մեր դիտորդների համար զանզրանի չլինի մեր հանդիպումները։ Ուղղակի սա մի փոքր քո ասացի հետ կապված ասացի, որովհետև նյութին գնացողները հենց վկաները մերժում են հոգու գաղափարը, չէ, հոգի չկա, մայից հետո այսպես, հետո այնպես մի խոսքով։ Ամփոփելով մեր զրույցը Դավիթ ջան շատ հաճելի էր, շատ հետաքրքիր ստացվեց մեր այսօրվա երկխոսությունը։ Հուսով եմ շարունակական կլինի եւ կանրադառնանք ավելի արխայիկ շերտերի եւ մեր հանրության համար པարզ կլինի թե մենք ինչի մասին ենք խոսում եւ ինչ է իրականում կատարվել կամ կատարվում եւ ինչ պետք է անի մարդը։ Սա միտված է ինքնաճանաչմանը։ Ես կարծում եմ, որ դա այսօր առավել քան երբևէ հենց պետք է մեզ եւ մեր ժողովրդին եւ բոլորին։ Ու մենք կփորձենք մեր ուժերի ներածին չափով այդ ամենը կյանքի կոչել։ Ինչ կասես։ Բարի Սևակ ջան, սիրով։ Այո, իսպաս կդնենք այն ամեն ինչ ունենք ժողովրդի առաջ սիրով։ Թող արարչի կամքը։ Շնորհակալ եմ հրավերին։ Ես եմ շնորհակալ Դավիթ ջան, որ հյուրընկալվեցիք։ Շնորհակալ եմ այս գեղեցիկ բովանդակալի զրույցի համար։ Կհանդիպենք հաջորդ հաղորդումների ժամանակ։ Բարի